Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման՝ հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները։ Ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթ։ Edit Print հրատարակչությունը ՀՀԿ-ԳՄՍ նախարարության երաշխավորությամբ հրավիրում է 7-ից 12-րդ դասարանցիներին մասնակցելու ընթերցանության եւ ստեղծագործական մրցույթին։ Մրցույթի մասին ավելի մանրամասն ինչպես մասնակցել, ինչ է սպասում բուն մրցույթին կպատմեն մեր այսօրվա հյուրերը։ Իսկ մեր հյուրերն են մանկավարժ կրթության փորձագետ արձակագիր Նայրա Աբրահամյանը, գրող, արձակագիր, աստվածաբան, Edit Print հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը։ Բարի լույս, ինչպես եք։ Լավ։ Շնորհակալություն վաղ առավոտյան այսպես գրականն էս բումը բերելու համար, այս գունավոր, այս գունառատ գրքերի համար, անկեղծ եմ ասում, ես գնացի այսպես դպրոցական ժամանակահատվածներ, ինձ այստեղ լիարժեքության համար շտեմարան է մի հատ պակասում, որ չէ, շտեմարանները բանը մարդու ուղեղը ավելի սահմանափակում են, այս մրցույթը հենց միտված է, որ մարդու ստեղծագործական միտքը ավելի զարգացնի, գրականության հետ առնչվի, այնպես որ կյանքին պետք է ըստ էության։ Իրականում սա նաև փորձառություն է մեր համար, որովհետև Edit Print հրատարակությունը տարբեր տարիների արել է ընթերցանության մրցույթներ, սակայն մինչև 7-րդ դասարանի երեխաների համար, սովորողների համար, իսկ սա ավագ դպրոցն է, ավելի շատ ընդգրկում եւ այդ տարիքի երեխաները ավելի շատ իրենց քննություններով են զբաղված, ժամանակ չեն ունենում, դրա համար ռիսկայնություն կար, բայց որպես ինֆորմացիա կարող եմ ասել, որ երեկոյան արդեն 1020 գրանցվող է եղել։ Բավական ակտիվ է եղել։ Այո, եւ այսօր գրանցման նախավերջին օրն է։ Ինչպես գրանցվեն, քանի որ նախավերջին օրն է նաեւ։ Դեռ ունեն ժամանակ։ Այո, դեռ կա, բայց շատ քիչ ժամանակ կա։ Գրանցման համար կրթության նախարարության կողմից բոլոր դպրոցները ստացել են շրջաբերական, այնտեղ կա ակտիվ լինք, սովորողները մտնում են, շատ քիչ տեղեկություն են իրենց մասին գրում եւ գրանցվում են։ Գրանցումը բաց է, դեռևս կարող են գրանցվել։ Ովքեր կարող են մասնակցել, որ ասում եք շատ քիչ, բոլորի համար է հասանելի, թե որոշակի շեմ է պետք հաղթահարել։ Ուրեմն կարող են մասնակցել 7-ից 12-րդ դասարանի սովորողները, կհաղթահարեն թե ոչ, դա արդեն իրենց հետագա աշխատանքները ցույց կտա եւ այսօր փաստ է, որ գիտելիք ստանալը լոկ տեղեկատվություն ձեռք բերել չի, այսինքն գիտելիքը պետք է լինի կիրառելի եւ մեր ուսուցանողներից նպատակն է, որպեսզի նպաստենք սովորողները ոչ թե պատրաստի գիտելիք վերցնեն, այլ իրենք մշակեն, գտնեն գիտելիք ձեռք բերելու ճանապարհը, այսինքն սովորելու կարողունակություն է այստեղ, ինչը մենք փորձել ենք ներդրել մեր ծրագրի հիմքում, որպեսզի սովորողների մոտ զարգացնենք նոր մտածողություն, նոր արժեքային համակարգ։ Մեր սեղանին բավականին առատ այսպես գրականություն կա այս պահին։ Ինչ են նրանք, ինչի համար են, ովքեր են աշխատել այս գրքերի վրա։ Աշխատել ենք ես ու Նայրան, էլի ռիսկային էր, որովհետև դպրոցում այն ժամանակ, երբ որ ստեղծեցին 22 թվականին, այս քրեստոմատյաները, դպրոցում ժամանակակից գրականություն որպես այդպեսին չէր անցկացվում, գրքերը երաշխավորված են որպես ուսումնաօժանդակ նյութ եւ ընդգրկում են 76 հայ ժամանակակից ստեղծագործողների, ժամանակակից ասված է միայն երիտասարդները չեն, տարբեր տարիքի մեծերն են, հա, ասենք 80 տարեկան ժամանակակից ստեղծագործող։ Մեր օրի այսպես անուններ չտամ, ասում եմ ինչ որ մեկի անունը չտամ, որ մյուսները նեղանան, բայց իրականում նյութերը ընտրված են ոչ թե միայն ինչ որ հայտնի են այդ ստեղծագործությունները, այլ ավելի շատ համապատասխանեցված են դպրոցում իրենց անցնելիք նյութին, այսինքն սովորողը անցնում է դասական գրականություն, ասենք, չգիտեմ, ենթադրենք Վարդանանքն է ասում Դերենիկ Դեմիրճյանի, նա զուգահեռ կարող է ուսումնասիրել, տեսնել, թե ոնց է օրինակ Արմեն Շոկյանը գրել իր Ավարայրի լուսաբացը պոեմը։ Կամ կարող է ինչ-որ իրենից մի քիչ փոքր տարիքով փոքր երիտասարդ ավելի գրող լինի, այսինքն այդ սերունդների զուգահեռնել ենք փորձում անցկացնենք, օրինակ հայրենիքի գաղափարը կամ երկրի գաղափարը ոնց է դասականը տեսնել, ավելի տարիքով մեծ գրողը տեսնում եւ ավելի երիտասարդը եւ ոչ միայն տեսնում, այլ նաեւ արտահայտում։ Մենք նաեւ ներողություն անդրադարձել ենք նաեւ ժանրերին, գրեթե բոլոր ժանրերը ինչ ուսումնական նյութի մեջ կա, դասագրքերի մեջ կա, մենք քրեստոմատիայի մեջ ներառել ենք թատերգության ժանրը, արձակ, չափածո, ինչպես նաեւ եթե իրենք դասական գրականությունից արևմտահայ գրողների ստեղծագործություններ են կարդում, սովորում, ուսումնասիրում, մենք սփյուռքահայ գրականություն ենք ներառել։ Այն Դուրյանը չի էլի կամ չգիտեմ Վարուժանը չէ։ Որտեղից ծագեց գաղափարը, որ պետք է այսպես զուգահեռաբար հայ դասականների ժամանակահատվածում լինեն նաև ժամանակակից
ժամանակակիցները, որովհետև նույն խնդիրն ունեն ժամանակակից գրողները։ Ես չեմ կարող ստել ասել, այսպես խորասուզված կարդում եմ, բայց ծանոթ եմ մի քանի ժամանակակից գրողներին, հենց այդ բեսթսելլեր ստեղծագործություններին, եթե անկեղծ ասեմ, բայց նրանք նույն սինդրոմն ունեն, էլի իրեն ժամանակներում գնահատված չեն եւ որոշակի ժամանակահատված պետք է ասի, ոնց ցակեց գաղափարը, որ ամենապարզ հարցից շատերից լսած կրնեկը, որ ասում են էուրա, որ հիմի գրականություն։ Այդ հարցը ուզեցիք ցույց տալ, որ կա ժամանակին եւ հենց այդ տարիքից պետք է կարդալ, որովհետեւ երեխաները շատ դեպքերում ձանձրանում են, երբ որ իրենց հաստափոր դասական գրքեր են հանձնարարում։ Սա միջոց է եւ ուսուցիչների համար նաև ծանոթանալու գրականությանը, որովհետև ուսուցիչների մեծ մասն են երիտասարդներ, այնպես չի, որ բոլորը ժամանակակից գրականությանը ծանոթ են, եւ սովորողների համար զուգահեռ կարդալու։ Եվ այնպես չի, որ այստեղ անգամ մենք գրքերը այնպես են կարել, որ հաստափոր չլինեն, որովհետև ինքը դպրոցում չէ, ոչ միայն գրավիչ, այլ պահանջ է, որ շատ հաստ պետքա չլինեն գրքերը տանելու համար, չգիտեմ։ Եվ ասեմ նաև նպաստեց գաղափարը հանրակրթության պետական չափորոշիչի ներդրումը, արդեն չափորոշիչը թույլ է տալիս պահանջ կա, որպեսզի դասական գրականությունից զատ ուսումնասիրել համաշխարհային եւ ժամանակակից գրականություն։ Անդրադառնանք հենց բում մրցույթին, ո՞նց եք որոշելու հաղթողներին, ովքեր են որոշելու եւ ի վերջո երեխաներին հետաքրքրելու է ինչպիսի մրցանակ են նրանք արժանանալու։ Կարճ ասեմ, նրան ավելի կբացի ճակերտները, մրցույթը 3 փուլից է բաղկացած, առաջի փուլը բնականաբար հաղթահարելով գնում են, հա, առաջի փուլը իրենք ընտրում են ստեղծագործություն եւ սկսում են վերլուծել, երկրորդ փուլը անցածները արդեն էսե են գրում, երրորդ փուլը արդեն on-line հանդիպում է ժյուրիի հետ, ժյուրիի կազմում ընտրված են մասնագետներ եւ մրցույթը անցկացվում է ինկոգնիտո, այսինքն ժյուրի անդամները չեն իմանալու ում են իրենք ում ստեղծագործություն են ստուգում, հա։ Ժյուրի կազմում խնկոապոր գրադարանից մասնագետ կան տրված մանկավարժական համալսարանից գրողներ, արձակագիր եւ բանաստեղծ, դասախոս, ուսուցիչ, այսինքն տարբեր կողմերից պետք է այո աշխատանքները ստուգվեն։ Ես ավելացնեմ, որ ծրագրի հիմքում մի քանի նպատակներ ենք առաջ քաշել։ Անխոս առաջինը ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն է, անժխտելի փաստ է, որ ընթերցանությունը զարգացնում է սովորողի մտածողությունը, ընթերցող երեխաները դառնում են ավելի ինքնավստահ, ինքնաճանաչողություն է բարձրացնում, երեխաները սկսում են, այդ թվում նաև պատանիները, փնտրել իրենց գրքերում, հակադրել հերոսների հետ, համադրել, զուգորդել եւ ամենակարևորը ընթերցանությունը զարգացնում է նրանց զգացմունքային ինտելեկտը, այսինքն նրանք սկսում են հասկանալ դիմացինին։ Իսկ այդ ամենը բնականաբար ընթերցանության հիմքում են կած, մեր ծրագրի հիմքում, ինչպես նաև սա ունի երկրորդ ուղղությունը ստեղծագործական, ինչպես Դավիթը նշեց, ստեղծագործական մի քանի աշխատանքներ ենք առաջ քաշել։ Առաջին փուլում իրենք պետք է վերլուծեն իրենց ընտրած ստեղծագործությունը, սակայն վերլուծելով ուղղակի չպետք է գրեն սյուժեի մասին եւ ներկայացնեն ժյուրիի անդամներին, այլ կան չափանիշներ, որոնք պետք է պահեն եւ անպայման պետք է առօրյայի հետ արդիականության հետ կապ ստեղծեն, հերոսների դիմանկարը, վարքագիծը ներկայացնեն, կամ պահանջներ, որոնց պետք է հետևեն։ Իսկ երկրորդ փուլում արդեն այն մասնակիցները, ովքեր հաղթահարում եւ հասնում են երկրորդ փուլ, արդեն պետք է անցնեն էսեյագրությանը, ինչպես գիտենք, էսեյագրությունը հանրակրթության պետական նոր չափորոշիչով նոր ներդրված ստեղծագործական տեքստի տեսակ է։ Մենք փորձում ենք այս մրցույթի միջոցով եւս մի փոքրիկ ներդրում անել էսեյագրության զարգացմանը մեր կրթական համակարգում։ Ինչ է սպասվում նրանց ի վերջո, ինչ մոտիվացիա։ Այո, ես նկատի ունեմ մրցանակները։ Ինչ մոտիվացիա ունեն նրանք, օրինակ, ժամանակահատված ծախսելով, այսպես պատրաստելով։ Դե առաջինը երբեք ընթերցելը վնաս չի, այսպես ասենք, բայց եթե բուն մրցանակներին անցնենք, հաղթողները ոչ միայն իրենց համար են մրցանակ ստանալու, առաջի տեղերին ասեմ, որ Kindle ընթերցիչներ են, հա, էլեկտրոնային ստանալու նվեր որպես մրցանակ, բայց նրանք երկրորդ տեղերը, երրորդ տեղերը եւ առհասարակ բոլոր մրցանակակիրները նպաստելու են իրենց գրադարանները գրքերով համալրելուն։ Դպրոցի գրադարանները։ Դպրոցի գրադարանները, այսինքն համապատասխանաբար 50, 30 եւ 20 գրքերով, հետո
իրենց ուսուցիչներն էլ են խրախուսվելու, հա, այնպես որ չեն կարող որ այնպես որ անհատական միայն դիտարկվի, առհասարակ ընթերցանության էսպես վերելք տալու գաղափարն է հիմքում։ Ըստ էության առաջին անգամը չէ, ավելի կրտսեր տարիքում անցկացրել եք այս մասը։ Ինչպիսին է հետաքրքրությունը առհասարակ տեսնում եք, կարդացող է այսօրվա սերունդը։ Գիտեք, ավելի այսպես միշտ ասում ենք սմարթներին են կապել, սմարթֆոններին ու էլ չեն եթե մենք համեմատենք հեռախոս եւ գիրք, հեռախոսի մեջ եթե մի կողմ թողնենք սոցցանցերից օգտվելը, խաղերը եւ վերցնենք կարճ տեսանյութերը, ապա դա ուղղակի արագ հաճույք կարելի է համարել։ Գիրքը արագ չի, այսինքն գիրքը իրենցից պարունակում է զգոնություն, համբերություն, եթե մի քիչ էլ ծավալուն է, արդեն ձանձրույթ։ Այսինքն նպատակն այն է, որ այդ կարճ տեղեկատվությունը, որը նաեւ շատ արագ մոռացվում է, փոխանցել գրքին, որը ճիշտ իրենց մի փոքր դժվար է տրվում, բայց այդ գիտելիքը արդեն համարվում է Կան սովորողներ իսկապես մրցույթները նպաստում են, որպեսզի նրանք դառնան ընթերցասեր, փորձը դա է ցույց տվել։ Իսկ այս աշխատանքների հետադարձ կապը ինչպիսին է, այսինքն որ ներդրել եք դպրոցականներ, ուսուցիչներ ինչպիսի հետադարձ կապ են տալիս, երբ որ երեխաները այսպես ծանոթանում են ժամանակակից գրականությանը։ Դա իսկապես հետադարձ կապը լինում է, որովհետև երբ դեռ ծրագիրը չկար, իրենք ուղղակի քրեստոմատյաններ ընթերցում էին, գրողների հետ հետաքրքիր կապ էր ստեղծվել։ Նրանց գրքերը գրադարանավարների հետ երբ որ զրուցում ենք, եւ նրանք ասում են, որ հետաքրքրվում են, նրանց գրքերն արդեն ցանկանում են, գրախանութներից ձեռք են բերում։ Իհարկե չեն կարող ասել դա մեծ ծավալ է արդեն, բայց քանի որ ընթերցանությունը մարում է, այդքան մեծ հետաքրքրություն չկա, դա արդեն համաշխարհային է, միայն Հայաստանում չէ, այդ փոքրիկ հաղթանակները մեզ համար ոգևորող են։ Բայց հետաքրքիր է, երբ ասում ենք ընդհանուր միտում է, դրսում երբ տրանսպորտի մեջ անգամ գնացքում մետրոյի մի կարճ ժամանակ, բոլորի ձեռքին, շատերի ձեռքին պարտադիր գիրք կա լինում։ Լավ ասեցիք։ Վատ բարողին կոշիկներն են խանգարում։ Չէ, իրականում թող այնպեսի տպավորություն չստեղծվի, թե չեն կարդում երիտասարդները, ու ավելի շատ դպրոցական բարձ հենց այս տարիքի երեխեքը շատ լավ է կարդում են, ուղղակի այստեղ հարցը թե ինչ են կարդում։ Ձեր ասած բեսթսելերն է, տեսնում են ինչ-որ մի բան մոդայա եւ այլն, թեթև գրականությունն է, իրենց այս տարիքում ավելի շատ այդ ընթացքն է հետ, դրայվն է հետաքրքիր, հա, իսկ դասականը կարող է տես մի քիչ դասականում դրայվ չկա։ Բայց հավերժական է առաջարկել, ինչ է առաջարկում։ Շատ զգույշ պետք է առաջարկել այսօրվա պատանիներին գրքեր։ Երբ որ ճիշտ չես առաջարկում, ծավալը մեծ է լինում, ծանր գրքեր են լինում, նրանք միանգամից արդեն խուսափում են։ Իսկ երբ որ ծավալը փոքր է, ավելի հետաքրքիր է, իրենց մոտ է լեզվա մտածողությանը, միջավայրին, այս դեպքում արդեն գրավիչ է դառնում գիրքը։ Ես մի փոքր համաձայն չեմ այն մասով, որ սերունդը չի կարդում, դիտում այլ կողմ է գնում, որովհետև ես օրինակ չեմ նշի հրատարակչություններ կամ գրախանութներ, որտեղ գնում եմ, բայց ես միշտ հերթ եմ կանգնում օրինակ։ Միշտ գիշերը։ Չէ։ Զեղչերի օրն է։ Չէ, իսկապես ես օրինակ եւ մասնագիտությունից ելնելով ես լրագրող եմ եւ մեզ մոտ հիմքը ժուրֆակի իմ լավագույն տարիները 2 եղել է, երբ որ մենք մասնագիտացված ամենաբարձր կրեդիտով ընթերցել ենք արտասահմանյան գրականություն այդ նույն դասականներին եւ երբ որ այդ ջիղը քեզ մեջ կա որպես լրագրող, դու անդադ պետք է կարդաս, որ կարողանաս եւ խոսես եւ ստեղծագործես, գրատներում, գրախանութներում միշտ հերթեր են, մի ժամանակ չեն գտնում, որ գան քեզ օգնեն, սպասել եւ ես միշտ օրինակ հետաքրքրվում եմ, ինչ են գնում, ինչ են հետաքրքրում, բնականաբար այժմ ժամանցային գրականությունը շատ մեծ էսպես պոպուլիզացված է, բայց նաեւ դասական ստեղծագործությունները ասեմ ավելի ցավոտ բան ոչ թե չեն կարդում երիտասարդները, միայն հենց երիտասարդներն են կարդում, մինչև 30, մաքսիմում 35 տարեկան։ Դրանից հետո չեն կարդում մարդիկ, էլ տարբեր պատճառներով։ Հոգսաշատ ենք դարձել։ Հոգնած ենք, գործից գալիս ենք, հավես չունենք, ժամանակ չունենք, բայց դա մշակույթ է, որը տարիք չի ճանաչում, այնպես որ, չգիտեմ, նույն այդ հեռախոսի պես ոնց էս ֆիլմ նայում, չէ՞։ Ժամուկես տրամադրում ես ֆիլմ նայելուն, թատրոն գնալուն, համերգ գնալուն։ Այդպես կարաս նայես որպես ժամանցի միջոց եւ գիրք կարդաս։ Նայած դու ինչն ես քո համար առաջնային ընտրում։ Եթե մեր ծնողները, տատիկները կարդում են, նշանակում է կարդում են։ Տատիկները շատ կարևոր է ընտանիքում ընթերցելը։ Եվ հատկապես եթե նրանք տանը ունեն գրքեր,
Ծնողների գրասեղաներին կան գրքեր, դա արդեն միջավայրը, որը զարգացնում է երեխային։ Այո, կարծում եմ դեռ փոքրուց հեքիաթից է սկսում ու փառք Աստծո հիմա այնքան գունեղ հեքիաթների գրքեր են տպվում։ Մեր ժամանակ ամեն դեպքում այդպիսին չէին։ Մեկ հատ գունեղ գիրք ունենայինք, երջանկանում ենք, որ շարժվում են այդ գրքերը կամ ինչ-որ բան։ Չեն փոխվում, բայց հիմա այնքան բազմազան ու գունեղ են։ Հենց դրանով թերևս կարելի է տառատեսակը իրենք են հենց փորձում կարդալ, երևի հենց այդ օրորոցից կարելի է սկսել։ Լսում են, հասկանում թե չէ, լսել, ուղղակի Դրա համար լսել։ նախ պետքա ծնողը կարդալ հասնի առաջին Ընթերցանությունը սկսվում է ծնողների ծնկներից։ Ճիշտ եք, մենք նաև հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ ինչպես նշեցինք նախավերջին օրն է գրանցումների, մտեք Եվս մեկ անգամ հիշեցրեք, այո, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ պետք է մտնեն, գրանցվեն եւ մասնակցեն հրաշալի մրցույթին։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, շնորհակալություն մեր այսօրվա եթերը այսպես գունեղ ներկայացնելու համար եւ նաեւ մոտիվացնելու համար, որ մարդիկ օրական գոնե 20-25 րոպեից սկսած ընթերցեն, հետո արդեն ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինում։